Օրինակ վաղը լինի ընտրություններ, ձեր ձայնը որ կուսակցությանը կտայիք։ Ասեմ, եթե ցույց եք տալու ասեմ։ Ոնց որ ոչխարներին հավաքես, ասես ոչխարներ ջան, դուք ձեզ չոբան պետք է ընտրեք։ Ոչխարներին կարան իրենց չոբան ընտրեն։ Այդքան բան կարամ ասեմ։ Սերժ Սարգսյանն ասել է, որ 2017 թվականի ընտրություններին հանրապետականը պարտվելու տարբերակ չունի։ Օրինակ վաղը լինի ընտրություններ, ձեր ձայնը որ կուսակցությանը։ Հանրապետականը ընդհանրապես տեղ չունի։ Նրանք կարան զենքները գցեն, գնան։ Հերիքա ինչ արեցին։ Ինչ հանրապետականը ինչ է արել, որ ինչ էլ պետք է անի։ Ես ընդհանրապես նրան ձայն չեմ տալու։ Ու չեմ կարծում, որովհետեւ մեկը նրան ձայն կտա։ Այս կյանքը արդեն ցույց է տալիս իրենք ովքեր են, էլի։ Ովքեր են իրենք։ Այս կյանքը, այս անգործությունը, այս պարապությունը, այս հիմար իրավիճակը ամեն ինչ ցույց է տալիս։ Էլի այստեղ մեկնաբանելու ինչ կա։ Ոնց եք մտածում, այդպես չի։ Էլ ինչ կա։ Դե ուրեմն թող զենքները վար դրան գնան։ Հերիքա ինչքան մարդկանց կոտորեցին, լարեցին։ Աթաթուրքը այնքան չլարեց ժողովրդին, ինչքան որ իրենք։ Դրանք հայաթափ արեցին Հայաստանը, հայաթափ արեցին։ Շատերին էլ նրանք ինքները գնդակահարեցին, իրենք կազմակերպեցին, ոչնչացրեցին մեր նշանավոր դեմքերին, մեր խելահաս մարդկանց, Ստալինի քաղաքականությամբ իրենցից խելացի մարդկանց վերացնում են, որ միշտ իրենք իշխեն։ Հիմա ինչ արմատները խորացնում են, ուրեմն ուզում են մշտական իրենք մնան։ Չէ, այդ չի լինելու։ Վերջը ժողովուրդը ձեն է բարձրացնելու, դուրս է գալու, խոսալու է։ Ինչքան կարելի է լռել, սուսանել։ Աշկը ինչքան փակել։ Իրենք էլ չեն տեսնում, որ իրենք չեն կարողանում կառավարեն։ Իրենք բռնատիրական ձևով նախ նրանք ընտրված չեն, իրենց ձայները լրիվ գնել են 5000-ով, 10000-ով սարքել են։ Այդ հիմարներն էլ 5000-ի, 10000-ի համար իրենց երեխաների ապագան են ծախել։ Եղավ այդ հիմարները, ովքեր որ ձայն են տվել իրենց։ Նրանց ձայն չէ տվել, նրանք ձայները գողացել են, թալանել են մարդկանց։ Ու հիմա է թալանում են։ Ով էլ իրենց մոտ գնում է ինչ-որ մի հարցով, ասում է, դու չես ծախել քո հայրենիքը 5000 դրամով։ Տվել եմ քո 5000 դրամ, ինչ ես ուզում։ Գնամ հիմա էլ մենք ենք ապրում։ Այս են դրանք, ով են։ Օրինակ վաղը լինի ընտրություններ, ձեր ձայնը որ կուսակցությանը կտայիք։ Ինչ կուսակցություն։ Կուսակցությունը ով են։ Նազիրվեց իրեն։ Բլոդուեսյան, ալոդուեսյան, ոնց ասին են ցալում։ Ընդրանք կարան նախագահի ասածը չանեն։ Նախագահան որ կային իրա Բերնով ասի, ինչքան ուզեմ այնքան կխփեմ։ Ինչ կա, էլ ինչ կարող ես անել։ Ինքը ճիշտ ասում, իրանք պարտվելու ինչ ունեն։ Քանի որ ընդհանրապես նախագահները աշխատում են ժողովրդի վրա, իսկ ես երկրում քյասիբ ժողովուրդ են կարում են եւ կաշառեն կարում են, ձայներ գողանան կարում են, ամեն ինչ կարում են անեն։ Ինքը ճիշտ մարդ է, ինքը ճիշտ ասում։ Բայց էլ իրանց միլիարդ դոլարներ էլ հաշվեք տեսեք ինչքան ունեն։ Որտեղից այս երկիրը քարտեզի մեջ չի երևում ընդհանրապես։ Բայց միլիարդատերերի քանակը կարող եք հաշվել։ Ոչ մեկին չեմ ընտրել։ Ոչ մեկին։ Որտեղ շատ բաներ կան, թաքնված։ Այնքան բաներ կան թաքնված, էլ ասելու չի։ Իսկ դրանք արտահայտել, ասել, հարցեր են լրիվ։ Հարցեր, որ պատասխան չունեն ոչ մի բանում։ Իհարկե իրանց մոտ պատասխանը կա, բայց մեր մոտ չկա դա։ Օրինակ վաղը լինի ընտրություններ, ձեր ձայնը որ կուսակցությանը կտայիք։ Ոչ մեկը հայկային չի պարտվի, նա չի պարտվի։ Բոլորը ավազակներ են դրանք։ Ընտրությունից չորենք ուզում ես ընտրիչ սուտ այդ բոլորը։ Իրենք հավաքելու 2%։ Կարող է գրել։ Նրանք են հավաքելու, ինչ ընտրություն, ինչ բան, դու հավատում ես դրանց։ Հավատում եք այդ խապեպաներին։ Դաշնակներեմ դի հավատան, թքեմ դրանց վրա ես։ Հա, ես չգիտեմ։ Օրինակ վաղը լինի ընտրություններ, ձեր ձայնը որ կուսակցությանը։ Չեմ կարող ասել։ Երևի չկա ընտրյալ։ Ես ոչ մեկին էլ չեմ տա բացարձակ։ Բացարձակ ոչ մեկին։